Բանակում արկա պրոբլեմների մի զգալի հատվածը բանակում ոչ թե ծագում է, այլ խտանում եւ դրսևորվում։ Եվ հանրային, սոցիալ-քաղաքական, կրթական մշակութային խորը վերափոխումները բանակում խնդիրների հասցեագրման գործընթացի կարևոր մաս են։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Վերադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների թեմային, պիտի ընդգծեմ, որ մեր նպատակը Ռուսաստանի հետ փոխշահավետ բազմավոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունն է, հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման եւ խորացման ուղղությամբ։ Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։ Բայց պետք է ասել ուղիղ, որ արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված եւ խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն եւ այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն եւ ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։ Ըստ այդ պլանի, իրենց հովանավորների աջակցությամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը կառավարության դեմ սոցիալական բունտ անի։ Էսա գաղտնի պլանի էությունը։ Իհարկե, սա նմանօրինակ առաջին պլանը չէ։ Նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են, այս մեկն էլ կտապալվի, որովհետև Հայաստանի ժողովուրդը իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային եւ Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը։ Ու վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ներդնել նաեւ տնտեսության ոլորտում եւ ունենալ տնտեսական դիվերսիֆիկացված հարաբերություններ։ Եվ ընդհակառակը վերջին ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, թե տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան ինչպես է օգնում, որ գլոբալ ճգնաժամերի հետևանքները ի վիճակի լինենք մեղմացնել։ Հորմուզի նեղուցում եւ Ռուսաստանի Դաշնությունում նավթամթերքի մատակարարումների հետ կապված ճգնաժամի հետևանքով Հայաստանը բենզինային ճգնաժամի առաջ չկանգնեց, որովհետեւ 2018 թվականի հեղափոխությունից առաջ մինչ այդ հեղափոխությունից առաջ եւ մինչ այդ հստակ վերահսկվող նավթամթերքի շուկան ազատականացվեց, այսինքն հեղափոխությունից առաջ վերահսկվողը ազատականացվեց։ 2025-ին սրան գումարվեց նաև Ադրբեջանից նավթամթերք ներմուծելու հանգամանքը։ Բոլորս մոռացել ենք, որ 2008 թվականի Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունների մի քանի օր տևեց Հայաստանի բենզինի շուկան կաթվածահար էր եղել։ Իսկ այսօր գլոբալ փոփոխությունները այո գների վրա ազդեցություն ունեցավ, բայց ապրանքի արկայության հարց ընդհանրապես չառաջացավ։ 0 Դիվերսիֆիկացման այս տրամաբանությունը պետք է կիրառել տնտեսության բոլոր ճյուղերում, արտահանումների եւ ներմուծումների ոլորտում, եւ մենք գնալու ենք այս ճանապարհով, որովհետեւ ակնհայտ է, որ մեկ շուկայից անհամաչափ կախվածությունը, անկախ նրանից տվյալ պահին այդ շուկայի հետ կապված որևէ դժվարություն արկա է թե ոչ, սպառնալիք է, որը ցանկացած պահի կարող է կիրառվել երկրի անկախությունը սահմանափակելու համար։ Սա այն դեպքն է, որի կառավարման ճշգրիտ բանաձև գոյություն ունի։
անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ եւ նավթամթերքի շուկան այս բանաձևի կիրառման փայլուն օրինակ է 2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նավթամթերք են ներմուծվել 20 տարբեր երկրներից Սա իրական դիվերսիֆիկացիա է հավասարակշռման եւ հավասարակշռված քաղաքականություն եւ այդ քաղաքականությունը պետք է տարածել տնտեսական բոլոր ոլորտների վրա Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ Առիթ ունեցել եմ ասելու, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։ Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ, կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանը անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում եւ վստահ եմ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային։ Ինչպես ասացի 2025 թվականի մարտին ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Վերնագրից եւ նաեւ կարճ բովանդակությունից օրենքի ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ process-ի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան, ասել է թե հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի եւ հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իր տեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանը անդամագրվելու համար։ Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխան ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է եւ առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը առավել եւս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Կա նաեւ տնտեսական կոմպոնենտը Հայաստանի Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում եւ սրա հնարավոր էֆեկտները տեսնելու եւ հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա մեր ժողովուրդը։ Իմ ընկալումը այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց եւ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Բայց նաեւ այս առիթով եմ ուզում պարզաբանել, թե մենք ինչու ենք որդեգրել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ ինչու ենք խոսում Եվրոպական միության անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխաններ այսօր չունենք։ Մի բարձ պատճառով այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլ ընտրանք չունի, սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը։ Մենք ձևավորում ենք եւ ձևավորելու ենք այլ ընտրանքներ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի համար։